կողմի դիրքորոշումը ձեր տեսախցիկը այնպես տեղադրեք, որպեսզի այս հատվածը չտեսանկարողանա։ Պարզի։ Հիմա քննարկում ենք ինքնաբացարկների, բացարկների, վարորդին մասնակցելուց ազատելու հարցերը։ Դատական նիստը նախագահում է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը, դատական նիստի քարտուղարն է Սուսաննա Գրիգորյանը։ Դատարանի կազմին բացարձակ կա։ Ոչ, բացարձակ։ Մենք հայտնի չենք նման։ Բացարձակ դատարան, մենք հարց դրանից հետո այո, ուրեմն հարցս չի վերաբերվելու անձնապես ձեր անձին, ձեր սուբյեկտայնությանը կամ օբյեկտիվ բաղադրիչին, ուղղակի հաշվի առնելու փորձը, որ բոլոր դատավորները անդրադառնում են առաջխաղացման, հռետորական ասեմ, ուզեք պատասխանեք, ուզեք ոչ, ուղղակի բացարկը բացառելու համար։ Կամ մեկ տարվա գոնե կտրվածքով ձեր պլանների մեջ առաջխաղացման քննություն հանձնելու օրինակ ինչ-որ գործողություն կամ ինչ-որ պաշտոնի նշանակվելու, որտեղ բոլոր դատավորները, չգիտես ինչի ես գործ եւ որ վարորդությունում առաջխաղացման են, որ մեզ համար է կանխատեսել։ Շատ ըստ էության առաջխաղացման մասով պլաններում առաջիկա մեկ տարվա մասով պլաններ չկան, բայց այս համատեքստում ես մեկ այլ հարց եմ ցանկանում կողմերի քննարկմանը ներկայացնել։ Ըստ էության դուք կարող եք նստել, կողմերը տեղյակ են, որ առնվազն մեղադրանքի կողմը տեղյակ է, որին վարորդում եք գտնվում մեկ այլ քրեական գործ, վերաբերում է Թաթուլ Շուշանյանին, Արտակ Հովհաննիսյանին եւ Արայիկ Ներսիսյանին։ Այդ գործը դատարանի վարորդում է գտնվում ևս 2023 թվականից եւ դատարանը ապացույցների հետազոտման հետ կապված ըստ էության գրավոր ապացույցների հետազոտումը ավարտել են, վկաների հարցաքննությունները ավարտել են գրեթե եւ մնացել են 3 վկա, որոնցից պարոն Շիրոյանի հարցաքննությունները պատրաստում ենք իրականացնել հոկտեմբերի 14-ին եւ կան ևս 2 վկաներ, որոնց գտնվելու վերաբերյալ վայրի հետ կապված խնդիրներ կան։ Եվս գոյության ողջամտորեն նշված գործը եւ Թաթուլ Շուշանյանին, Արտակ Հովհաննիսյանին ներկայացված մեղադրանքները ուղղակիորեն առնչվում են նույն քրեական գործին։ Ես համեմատելու համար նաեւ ստուգել եմ Թաթուլ Շուշանյանի եւ օրինակ Վահագն Աբկարյանի մեղադրանքները գրեթե նույնաբովանդակ են։ Եվ այստեղ հարց է առաջանալու նշված քրեական գործը մենք օբյեկտիվորեն շատ ավելի շուտ է դատարանը ավարտելու, հաշվի առնելով այն ապացույցների ծավալը, որոնք սպառվել են, եւ ըստ էության դատարանը դիրքորոշում է հայտնելու հետազոտված ապացույցների արդյունքում մեղքի վերաբերյալ Թաթուլ Շուշանյանի, Արայիկ Ներսյանի եւ Արտակ Հովհաննիսյանի, որոնք ըստ էության ուղղակիորեն առնչվում են այս վարույթին եւ այդ դեպքում արդեն երբ դատարանը դիրքորոշում կայացնում մեղքի վերաբերյալ արդեն առաջանալու այսպիսի հարց դատարանը ըստ էության այս մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնաբերելու եւ անհնարինություն է առաջանալու տվյալ գործի քննությունը շարունակելու այս վարույթի շրջանակներում։ Ընտրեմ այդ համատեքստում կողմերի դիրքորոշումները։ Դատարան այդ համատեքստում հաշվի առնելով, որ այս պահի դրությամբ առնվազն մեղադրանքի կողմը չի կարող կանխորոշել, թե երբ է տեղի ունենալու այդ քննադատումը, այսինքն ապացույցների քննադատումը դատարանի կողմից երբ է տեղի ունենալու եւ արդյոք երբ ժամանակահատվածում մենք հնարավորություն չենք ունենա դատական պրոցեսը ավարտել եւ այսինքն առնվազն այս փուլում մեղադրանքի կողմը առնվազն սերտ կմնա բացարկի կամ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելուց, միևնույն ժամանակ մեղադրանքի կողմը չի բացառում, որ դատական ակտը ստանալուց հետո հնարավոր է առկա լինեն օրինակ այնպիսի ձևակերպումներ, որոնց համատեքստում արդեն այդ հիմքը առաջանա, նոր առաջանա, առնվազն այս պահի դրությամբ զերծ կմնանք միայն նշված հիմքով, որ ձեր վարորդում են քննվում նաև այն գործը Թաթուլ Շուշանյանի վերաբերյալ, այս պահին առնվազն զերծ կմնանք համապատասխան միջնորդությամբ հանդես գալուց։ Դատարանը շատ կարևոր հարց է բացացնում եւ սկզբանե պետք է այդ գործը ամիջ քննի նույնպես։ Ուստի ես շատ կուզեմ լսել նաեւ պաշտպանական կողմի դիրքորոշումը, թե իրենք ինչպես են դիտարկում, օրինակ, հասկանալի է, որ ինտերնետի հարցում լինի այնպիսի դիրքորոշում, որ մեղադրող կողմի չի բավարարելու, այնպես ասել է, որ մեղադրող կողմի պետք է հարց բարձրացնել, պաշտպանական կողմի չի բավարարելու, իրենք են հարց բարձրացնելու, բայց այս
այստեղ կարևորագույն հարցը մեկն է, ողջամիտ ժամկետներում գործունեության իրավունքը, դա մեղադրյալի իրավունքն է։ Դա մեղադրող կողմի ոչ իրավունքը, ոչ եւ որոշակի իհարկե ավերծունի դժող կողմի հետ։ Բայց կարևորագույնը դա պաշտպանության կողմին հասնի։ Եթե պաշտպանական կողմը չի տեսնում դրա մեջ որևէ խնդիր, որ ցանկացած դատական ակտի պայմաններում իրենք այդ հարցը չեն բարձրացնելու, այլախնդիրը, եթե իրենք ասում են, որ այ ինչպես օրինակ մեղադրողն ասեց ձևակերպումներից կախված, չգիտեմ ինչ կլինի։ Այս դեպքում ուրեմն շատ կարևոր կլինի, որ մենք չսկսենք մի գործընթաց, որը հետո հարցականի տակ կդնենք հետագայում ինչ-որ մի փուլից հետո։ Ուստի ես մտահոգություն տեսնում եմ, դատարանի բարձրացած հարցներ համարվում շատ կարևոր։ Խնդրեմ։ Պատասխան դատարան միանշանակ կարևոր հարց է բարձրացնում, եւ շատ անկեղծ արդարադատության տեսանկյունից, բայց փաստակազմը արդյոք նույնն է։ Այդ պետք է հասկանալ։ Հասկանալի է, որոշակի արձանագրումներ նույնն է, բայց այնպես չի, որ այդ նյութերին ես չեմ տիրապետում, այնպես չի, որ նույնիսկ որոշակի չափով մարտավարությունը գիտեմ, բայց այն ինչ մենք ենք անում ստեղ վիճարկվում է այս լավիքի մեջ, նույնական չի։ Միակ նույնական դետալը դա օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում նյութերն են մեկի Արթուր Նացականյանը։ Մենք հիմնականում նույնական փաստական ըստեյության եւ փաստական տվյալներ առասարակ այդքան չունենք։ Ես չգիտեմ, արդյոք նախադատելիություն հասկացողությունը վերաբերվի այս վարույթում։ Հիմա ներողություն եմ խնդրում, ինձ արքան, որպեսզի թյուրամասություն չլինի։ Այստեղ որևէ դեպքում խոսք չի կարող գնալ նախադատելիության մասին։ Հետևաբար մեկ դատական ակտը որևէ դեպքում չի կարող լինել նախադատելի։ Այստեղ խոսք է գնում դատավորի ներքին համոզմունքի վերաբերյալ։ Հետևաբար, եթե ըստ էության նույն ապացույցները դատավորի կողմից հետազոտվում են, դատավորը չի կարող երկու տարբեր վարույթներով նույն ապացույցները հետազոտել եւ երկու տարբեր եզրահանգման կան։ դա հասկանալ։ Այդ դրա մասին է խոսքը, ոչ նախադատությունը տեղին է, բայց քանի որ մենք այս պահի դրությամբ արդեն այնքան անորոշ վիճակում ենք, մեզ համար դժվար է ասեմ նորից թող լինի դատավորի փոփոխություն, մի որոշ ժամանակահատված, իսկ այսօր խափամիջոցի հարց պետք է քննարկվի օրենքի հենց պարտադրմամբ։ Եթե ես հիմա նման դիրքորոշում հայտեմ, ստացվում է մի տևական ժամանակ, բավական երկար ժամանակ, մենք դատավորը չունենք։ Ես հիմա թողնում եմ դա ձեր հայեցողությանը, թողնում եմ դատարանի հայեցողությանը, որ դատարանը որոշում կայացնի, մենք դիրքորոշում ես մասով այսքանն է կարգավորում։ Շատ լավ։ Մեղադրյալների դիրքորոշումները, խնդրեմ։ Իմ դիրքորոշումը նույնական է Աննա Սարգսյանը, ես հետնում եմ, որ ես ոչնչով չեմ տեսնում շարունակել բանոց։ Ձեր Յանն տեսավան է դարձի։ շատ։ Մեղադրանքի կողմը ավելացնելու որևէ Ոչ կա։ Տիկին Սարգսյան, պարոն Ալեքյան։ Շատ լավ, ըստ էության դատարանի դիրքորոշումը հետևյալն է։ Ինչպես նշեց դատարանը, սույն քրեական գործով մեղադրյալների ներկայացված մեղադրանքը առնվազն ենթադրաբար կաշառք տալու ստանալու հատվածով, ինչպես նաև Թադմուր Շուշանյանի, Արայիկ Ներսյանի կողմից ենթադրաբար պաշտպանական լիազորությունները հրաշալի մասով մեղադրանքը ես այսօր առավոտյան համեմատել եմ, այդ հատվածները նույնաբովանդակ են, որևէ տարի բարի տարբերություն այդ մասով չկա։ Այն ապացույցները, որոնք դրված են այդ դրվագով մեղադրանքի հիմքում, նույնական են Թադմուր Շուշանյանի և մյուսների վարույթով քննվող քրեական գործով դատարան ներկայացված ապացույցների։ Հետևաբար դատարանը արձանագրում է, որ ողջամտորեն Թադմուր Շուշանյանի, Արայիկ Ներսյանի և Արտակ Հովհաննիսյանի մասով քրեական գործը հաշվի առնելով որ փուլում են գտնվում, ավարտվելու է եւ դատարանը այդ վարույթի վերաբերյալ դիրքորոշում է հայտնելու շատ ավելի վաղ ժամանակահատվածում, քան Վահագն Աբգարյանի եւ Վլադիմիր Դավթյանի մասով։ Այդ փուլից սկսած միևնույն ապացույցների հետազոտումից հետո արդեն առաջանալու է անհնարինություն գործը նախագահությամբ շարունակելու մասով հաշվի առնելով, որ ինչպես նշեցի, նույն ապացույցները հետազոտելով դատարանը չի կարող երկու դեպքերում երկու տարբեր եզրահանգումների հանգել։ Հետևաբար նաև հաշվի առնելով այս գործի քննության տևականությունը, Տիկին Ծաղրուկյանի բարձրացած հարցը, թե ես մոտակա 1 տարվա ընթացքում ինչպիսի պլաններ ունեմ եւ առաջխաղացման
հետ կապված, հաշվի առնելով նաև այստեղ մեղադրյալների շահերը եւ ողջամիտ ժամկետին գործի քննության ապահովման տեսանկյունից նաև դատական քննության արդյունավետությունը դատարանը որոշում է հայտնել ինքնաբացառք։ Դատարանի որոշումը նաև գրավոր տարբերակով կտրվի կողմերին եւ քրեական գործը կներկայացվի հակագործություն դատարանի նախագահին վերաբերող դատական նիստը հայտարարել։ Տիկին Զառուկյան Վահագն Աբգարյանի գործով հերթական դատավորը փոխվեց, Մերի Մոսենյանի վարույթ էր ընդունվել, այն էլ դատավորը որոշակի պատճառաբանությամբ ինքնաբացարք հայտնեց։ Խնդրում եմ ներկայացնել նախ որքանով էր հիմնավոր այդ ինքնաբացարկի պատճառը եւ փաստորեն սպասելու ենք նոր դատավորի նշանակման։ Դե սենց ասեմ, այդ նոր դատավորն էլ երևի մի պատճառ կունենա ինքնաբացարք հայտնելու, որտեղ Վահագն Աբգարյանը ընդհանրապես, երբ որ իր գործը վարույթ են ընդունում կամ առաջ խաղացում է լինում, իմիջիայից տարուսիկ է։ Իրազեկենք, թող ով ուզում է միանգամից վարույթ վերցնի, տարուսիկ է կամ ԱԾ-ի տնօրեն դառնալու, ավելի ճիշտ տեղակալ հետո տնօրեն, այնուհետև կարան վերաքննիչ դատարան գնան, նորմալ է, բայց այս անգամ շատ արդարացված էր, որովհետև Թաթուլ Շանյանի, Արայիկ Ներսյանի եւ Արտակ Հովանեսյանի գործը, որը առանձնացված է այս գործից, քննում է տվյալ դատավորը։ Եվ այդ վարույթը արդեն ավարտին է հասցվում, ի տարբերություն Մերինին, որ կալանավոր չեն բերում, ՆԳՆ նախարարությունը պարզ չի ինչով է զբաղված, չես էլ հասկանում ում լիազորությունների մեջ այդ կալանավոր բերելը, մեկը մյուսի վրա է գցում։ Փաստացի դատական համակարգն է մեղավորը, մեզ համար միակ մեղավորը այն դատավորն է, որը չի ապահովում։ Ի տարբերություն մյուս վարույթի, որը միասին էր սկսվել, այնտեղ ավարտվում է, ավարտվելու պարագայում այն ապացույցները որոշակի, որոնք ստեղ հետագայում, ապագայում գնահատման են ենթակա, այնտեղ նախապես են գնահատվելու։ Ու հնարավոր է Թաթուլ Շանյանը օրինակ մեղավոր ճանաչվի, չնայած մի քիչ չեմ պատկերացնում, որտեղ այդ աբսուրդի ժանրից է ալնելու իրավաբանական տեսանկյունից, բայց չի բացառվում, մենք չենք կարա դա կանխատեսենք։ Ու այդ պահից սկսած, ու դա կարա լինի 6 ամիս հետո, մենք նորից այս դատավորին փոխելու էինք։ Ու որոշակի ծավալ Վահագի գործով ստացումը մենք առաջ ընթաց էինք ունենալու։ Հետևաբար ճիշտը հիմա էր։ Ինչքան մենք տրամադրված էինք, որ այսօր կալանքի հարցը բարձրանալու, ճիշտը հիմա էր։ Լավ, փոփոխված դատական համակարգում կանխատեսելի չէր, որ այդ դատավորին գոնե թե չնշանակեին, որտեղ մենք ականատես ենք եղել շատ դեպքերի, երբ որ ոչ թե ավտոմատ ձևով, այլ պարզապես մարդկային գործոնով դատավորները նշանակվել են, երբ որ գործը քաղաքական հետապնդումների մասին է։ Այդ շատ հետաքրքիր բան եք ասում, շատ լավ բան եք արձանագրում։ Մենք շատերի գործով ենք ականատես եղել, հիմա քանի որ Աբգարյան Վահագի հարցն է, չմասնավորեցնեմ անուններ, բայց ին վարույթում քաղաքական գործեր գիտեք որ կան։ Ու տեսել ենք, չէ՞, ինչպես են ձեռքով մակագրություններ անում։ Բայց ես դատական համակարգին ասում եմ 8 տարի շարունակ դուք մարդ եք խոշտանգում։ Դուք հասկանում եք ինչ եք անում։ Ձեր դատավորների պատճառով այսքան ձգձգվում, մեր պատճառով չի ձգձգվում։ Դատավորը դատավորի վրա փոխվում է։ Չեք կարող նենց մակագրություն անեք, որի հետ խնդիրներ չլինի։ Օրինակ կարող եք մեկը ոնց հասկանում, գիտեք, այս դատավորի մեղքը մի բանում էր, որ ինքը առավոտյան էր նայել մեղադրանքը, ինքը կարար ավելի շուտ այդ վարույթ ընդունելուց նայեր եւ որոշեր ընդունելով հանդերձ միանգամից ինքնաբացարք հայտնել։ Անպայման չէր մեր կողմերին լսել, որովհետեւ կողմերը ըստ էության դիրքորոշում այս մասով չունեին։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում սենց է դատական իշխանությունը։ Եթե ձեռ է տալիս, որ պետքա քաղաքական հետապնդման համար օրինակ Մասիս Մելքոմյանը լինի, վերջ։ Դրա համար տարբերակներ լինում են։ Աբգարյան Վահագի մասով կա համապատասխան որոշում, որ ինքը չի հարում ոչ մի ենթամշակույթի եւ հանցածին որևէ բան չունի։ Անընդհատ գրել, որ քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագը, այս սրանով է, որ դատական համակարգի եւ իշխանության եւ բոլորի անտարբերությունն են սևեռում այս գործին։ Այսինքն դե քրեական հեղինակությունը նորմալ է, էլի որ պատվեր տար սպանության։ Հեղինակությունը նորմալ է, թող նստի։ Միջդեռ անձը բարերար է, պատերազմի ժամանակ, շատ եմ ասել, ինքն էլ արգելել է, ամբողջ ունեցվածքն է ուղարկել պատերազմի դա, ինչ ասես արել է, ինչ հասնում է Իրանից որպես քաղաքացի։ Չի կարելի Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ այսպես Չկա սահմանափակում որևէ թիվ, այսինքն մարդը կարող է ցմահ
կալանավորված մնա եւ ծմայի գործը քննելու, չկա սահմանը փակում ժամանակային։ Մենք արդեն վերնագրում ենք, որ անձինք դատապարտված են առանց դատավճռի, այսինքն չկա դատավճիռ, բայց ունենք փաստացի դատվածություն, որովհետև Վլադիմիր Դավթյանի համար, եթե օրինակ ինքը մեղքը ընդունում է առաջին մասով, երկրորդ մասով մեղքը չի ընդունում, չկա պատվեր եւ անգրագիտություն է ասել, որ սա շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով արված սպանություն է։ Սա առնվազն պետքա փորձաքննությունը, որը տվել է կրակոցների մասով, դատաձգաբանականը պետքա գոնե այն մյուս կողմը վիճարկած լիներ։ Այսինքն առաջին մասով հիմա Վլադիմիր Դավթյանը արդեն պետքա դատապարտված լիներ ու պայմանական վաղաժամկետի հարց առաջանար։ Իսկ Վահագն Աբգարյանը ընդհանրապես այդտեղ պետքա չլիներ։ Օրենսդիրը մի հատսես նշում ունի ողջամիտ ժամկետներ, բայց այդ ողջամիտ ժամկետներին հստակ չկա, թե ինչքան է այդ ողջամիտ ժամկետը։ Բայց Եվրոպական դատարանն ասում է, այս ծավալը, որ դու ընդհատության հարց, դատավորի փոփոխություն, անիմաստ դատեր, երկարատև դատավարություններ, բայց կալանքի չփոփոխություն, սա միանշանակ արձանագրվելու է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում, միանշանակ լինելու է դա առաջի կետով օրինականության, 3-րդ հոդվածի խախտում դա լինելու է խոշտանգում, 6-րդ հոդվածի առաջի խախտում լինելու է դատավարության ողջամիտ ժամկետների խախտմամբ։ Այսինքն Եվրոպական դատարանը սրանց բացատրել է, որ այդ ողջամտությունը ռեզինից չի, որի ինչ ուզեք մեջը լցնեք, ինքն էլ ձգվի անհասկանալի ձևերով։ Պետք է ունենա սահման, իսկ այդ սահմանը վաղուց անցել են իրեն։